Խոսքը տրվում է փաստաբաց Հովհաննես Թուդոյանի։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին այստեղ գտնվելու համար, որովհետև այս աստիճանի խոշոր միջոցառումները շատ կարևոր են քաղաքացիների ձայնը տեղ հասցնելու համար և բարձրացնելու մեր օրերում ամենակարևոր հարցերից մեկը քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Շատ համառոտ եմ անդրադառնալու, նախ և առաջ այստեղ գտնվելով անձամբ ես որևէ ակնկալիք չունեմ մեր դիմացի հիմնարկից որևէ պատասխան ստանալու։ Ես եկել եմ այստեղ խոսք հնչեցնելու, որը կարծում եմ բոլորիս միասնական կարծիք է։ Ինչի չեմ ակնկալում պատասխան, որովհետև մենք գործ չունենք տարբեր պաշտոնատար անձանց կողմից սխալվելու, օրենքի չիմացության, հարկադրված եղանակով շատ հաճախ այդպես ենք խոսում, ոչինչ չեն կարողանել ստիպված են պատվերներ կատարել, ոչ, մենք չունենք այդպիսի իրավիճակ, մենք գործ ունենք հետևողական և չարամիտ դիտավորությամբ տարբեր խմբի անձանց քաղաքական հետապնդումների ենթարկելու համակարգված գործողությունների դեմ, որին մասնակցում են մեր իրավապահ մարմինները, ինչքան էլ որ ցավոտ եմ համար արձանագրել որպես այդ ոլորտով զբաղվող անձ, բայց պետք է արձանագրենք, որ այս կառույցները դադարել են այլևս Հայաստանի Հանրապետությունում օրենքը և իրավունքը պաշտպանելուց և պաշտպանում են բացառապես առանձին խմբի քաղաքական նպատակները իշխանությունը պահելը։ Երբ որ խոսում ենք քաղաքական հետապնդումների մասին, սովորաբար որ այդ պետություններում էլ կարող է լինել, չենք խոսում միայն քաղաքական հակառակորդներին հետապնդելու և ճնշելու մասին, այսինքն մենք չենք խոսում իշխանության պայքարի շուրջ ինչ-որ հարցեր լուծելու, թեկուզ ապօրինի եղանակով լուծելու, անձանց չեզոքացնելու, մեկուսացնելու այն խումբ անձանց, ովքեր օրինակ ձգտում են գալ և դառնալ իշխանություն։ Ոչ, մենք խոսում ենք այն անձանց մասին, որոնց մեծամասնությունը չի զբաղվում քաղաքական գործունեությամբ, բայց իր ձայնը բարձրացնում այն բոլոր անարդարությունների դեմ, որ տեղի է ունենում մեր պետությունում, իր ձայնը բարձրացնում մեր պետականության հետևողականորեն կազմաքանման ուղղված գործողությունների դեմ, և իր ձայնն բարձրացնում այն իշխանությունների դեմ, ովքեր իրենց իշխանությունը պահպանելու համար պատրաստ են վճարել ցանկացած գին, այդ թվում պետականության կործանում։ Եվ բոլոր այս անձինք իրենց ձայնը բարձրացնելու համար, իրենց դժգոհությունը արտահայտելու համար ենթարկվում են ամենատգեղ, ամենակոպիտ, ամենաանբարոյական քաղաքական հետապնդումներին, զրկված լինելով իրենց ազատությունից, զրկված լինելով իրենց ընտանիքներից, զրկված լինելով իրենց հարազատների նվազագույն կենսական պայմաններն ապահովելու հնարավորությունից, ամիսներով, տարիներով գտնվում են ազատազրկման վայրերում, երբեմն նաև վերջիններիս ազատազրկումը փոխարինվում տնային կալանքով, որ փոքրիկ հաղթանակներ որպես արձանագրվում են, բայց իրականում պետք է ֆիքսենք, որ տնային կալանքը նույնպես ազատազրկում է, ցանկացած տեսակի իրավունքների սահմանափակումը նույնպես ազատության զրկում է, և միտված է բոլոր այս անձանց լրացնելու, որպեսզի ոչ մեկը իր արդար ձայնը չկարողանա բարձրացնել իշխանությունների գործողությունների դեմ։ Շատ հաճախ նաև բոլոր տեսակի քարոզիչներ և գործիչները փորձում են հասարակությանը մոլորեցնել, կատարելով այսպիսի պնդում. անձը չի կարող լինել քաղաքական բանտարկյալ, որտեղ այս անձը չի զբաղվում քաղաքական գործունեությամբ, չի մասնակցում ընտրությունների, որևէ կուսակցության անդամ չի և այլն։ Շատ հստակ պետք է արձանագրենք, քիչ առաջ հնչեց, Եղբորը 1900 բանաձևը ուղղակի նախատեսում է այն բոլոր դեպքերը, որոնց առկայության պարագայում անձը կարող է համարվել քաղբանտարկյալ, եթե ամփոփելու լինենք, անձի իրավունքների ցանկացած սահմանափակում, որի շարժառիթը քաղաքական է, անձին դարձնում է քաղաքական հետապնդման ենթարկվող և քաղաքական բանտարկյալ, եթե անձը ազատազրկված է։ Ցանկացած պարագայում, երբ որ մենք տեսնում ենք խտրական վերաբերմունք այս կամ այն գործի նկատմամբ, նույնիսկ եթե առերևույթ գործ ունենք իրավախախտման հետ, և եթե այդպիսի տարբերակված խտրական մոտեցումը էլի պայմանավորված է քաղաքական շարժառիթով, մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ Հետևաբար բոլորի հորդորում եմ այդ ինֆորմացիան շատ լավ տիրապետել, ցանկացած հարցադրման պարագայում դա կլինի լրագրողների գործունեությունը, որը շատ կարևոր է մեր օրերում, բոլոր այն անձինք, ովքեր որևէ անգամ կարտահայտեն միտք, որ անձը քաղաքական հետապնդման չի կարող ենթարկվել, որտեղ քաղաքականությամբ չի զբաղվում, միանգամից արձանագրեք, որ նա սուտ է խոսում և փորձում է ձեզ մոլորեցնել, որտեղ ցանկացած անձ, ով չլինելով կուսակցական անդամ, չլինելով ընտրությունների մասնակցող անձ, չլինելով
քաղաքական որևէ հավակնություն ունեցող անձ իր դժգոհությունն ներկայացնում, իր քննադատությունն ներկայացնում իշխանությունների գործողությունների նկատմամբ եւ այդ ձայնը լրացվելու համար էլ պատժվում է, հետապնդումների ենթարկվում քաղաքական հետապնդումների զոհ է եւ քաղաքական բանտարկյալ է, եթե ազատությունը սահմանափակված է։ Եվ ամփոփելով նաև ուզում եմ ասել, որ շատ կարևոր է յուրաքանչյուր քաղաքվանդարկյալի անունը հնչեցնելը, մենք այսօր տեսնում ենք գրեթե բոլորի, բայց ոչ սպառիչ ցանկով լուսանկարները այստեղ, իրականում շատ հաճախ իրավապաշտպանները նույնպես փորձում են այդ թիվը այն կարգի ինտենսիվությամբ այս գործողությունները կատարվում։ Ոչ միայն կարևոր է յուրաքանչյուրի դեպքը ֆիքսել, բարձրաձայնել եւ յուրաքանչյուրի անունը տալ, պաշտպանել նրա շրջապատին, ընտանիքին, հարազատներին, տալ իրավական, նյութական, հոգեբանական աջակցություն, այլև կարևոր է այդ ամեն ինչը կատարել համակարգված, որովհետև քաղաքական հետապնդումների հաջողությունը նաև պայմանավորված է դրանով, որ առանձին անձանց հետապնդելով, բռնելով, բաց թողնելով, մարդկանց ջանքերը կենտրոնացնելով կոնկրետ անձի վերաբերյալ, այդ ամեն ինչը հաջողությամբ իրականացնում են, որովհետև տրոհում են հակազդեցության բոլոր ուժերը եւ կարողանում են առանձին անձանց բարբերաբար ենթարկել ամենակոշտ հետապնդումների իրավունքների սահմանափակումով դրա համար ամփոփել կարևոր է ոչ միայն յուրաքանչյուրի անհատական շահերի պաշտպանությունը, կարևոր է ոչ միայն յուրաքանչյուրի իրավական պաշտպանությունը դատարաններում, այլև կարևոր է այդ ամեն ինչը կատարել համակարգված եւ ես հույս ունեմ, որ այսօրվա միջոցառումը եւ սրան շարունակվող միջոցառումները նույնպես հիմք կստեղծեն հանրային քաղաքական տիրույթում ի վերջո այդքան շատ քննարկված միասնական հարթակի ստեղծմանը բոլոր քաղաքվանդարկյալների իրավունքների պաշտպանության հարցում եւ առաջիկայում էլ կարծում եմ թե հնարավորությունը մենք ունենալու ենք հասկանալ թե ինչ եղանակով են կարողանալու ջանքերը համատեղել բոլոր իրավապաշտպաններով, մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված բոլոր լրագրողներով, բոլոր հասարակական քաղաքական գործիչների համատեղ ջանքերով այս աշխատանքը պետք է իրականացվել հակառակ պարագայում հետապնդումները ավելի են հասկանալու, ինչը բերելու է մեր պետության համար անդառնալի հետևանքների, ուստի այո կոչ եմ անում, այս պայք սկսած դեպս պահնել արդեն ուշացած է սկսել ինտենսիվ շփումները, քննարկումները բոլոր տեսակի քաղաքական ռեպրեսիաների դեմ առնելու համար։ Ազատություն քաղաքվանդարկյալներին! Ազատություն քաղաքվանդարկյալներին! Ազատություն! Ազատություն! Սիրելի ներկաներ, խոսքը տրվում է հանրային գործիչ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի։ Սիրելի հայեր, ես ելույթի տեքստ եմ պատրաստել, որը որը իրենից ներկայացնում է մեր այսօրվա վիճակի գնահատականը և ուղերձ է պարունակում ինչպես մեզ, այնպես էլ իրավապահ համակարգի ներկայացուցիչներին։ Մենք բոլորս մահկանացուներ ենք, հերթով անց ենք կենալու, մեզանից շատերը իրենցից հետո ոչինչ չեն թողնելու, նույնիսկ իրենց անունը, սակայն ոմանք իրենցից հետո թողնելու են ավերածություններ, գործած անարդարություններ, խեղված ճակատագրեր, վատնված զրկանքներ և կորսված երազներ, անըսք նմանների չար գործերին։ Մեզանից եզակիները գալիս են աշխարհ, նպատակ ունենալով լավացնելու այլոց կյանքը, նպատակ ունենալով զորացնելու սեփական պետությունը, դեպի ավելի լավը փոխելու իրենց միջավայրը։ Միքայել և Բագրատ սրբազանները այսպիսի եզակի հայերից են։ Վերջինիս մեղադրում են տերոր պլանավորելու մեջ, ինչը իրականում իշխանության կողմից կազմակերպված COINTELPRO կոչված գործողություն է։ Հրապարակել են մոնտաժված մեր զրույցը
իբր թե տերորի պլանավորման ապացույցներից մեկը։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է։ Ես եւ Բագրատ Սրբազանը կիսում ենք հայի զորացած տեսնելու երազը։ Կիսում ենք հայի հանդեպ դարավոր անարդարությունների վերջ դնելու եւ հատուցման երազը։ Մենք երազում ենք Հայաստան, որն իր հայրենիքի տարածքների վրա է, որտեղ հայը սովորում եւ խոսում է հայերենով, աղոթում է Աստծուն իր պապերի կառուցած եկեղեցիներում հայերենով, որտեղ հայը ստեղծարար է եւ ապրում է արդար միջավայրում բարեկեցիկ եւ ապահով կյանքով։ Սա է Բագրատ Սրբազանի նպատակը, սա իմ նպատակը, վստահ եմ նաեւ բոլոր հայերինը եւ հենց սրա համար են մեզ հալածում։ Եվ հենց սրա համար են մեր սրբազանները անազատության մեջ, եւ սրա համար են բոլոր քաղաքական բանտարկյալները անազատության մեջ։ Միայն հայի թշնամի համարողը կարող էր բանտարկել սեփական ժողովրդին զորացնելու ձգտող հոգևոր հայրերին։ Միայն հայի թշնամի համարողը կարող էր նման երազներ ունեցողների տերորիստ կարգել։ Սիրելի հայեր, լավ հիշեք, աշխարհը մեզ չի գալու օգնության։ Ոչ ոք չի գալու օգնության։ Եթե մենք չպայքարենք, եթե համաձայնվենք մեր իրավունքների հրաժարմանը եւ չպայքարենք դրանց համար, ապա մեր պետության եւ հայրենիքի համար ընկած նահատակները մեզ չեն ներելու։ Մեր սերունդները մեզ չեն ներելու։ Մենք ներում չենք ունենալու, եթե հրաժարվենք մեր իրավունքների համար պայքարից։ Սա տեսակի գոյության պայքար է, սա մեր երազի գոյության իրավունքի եւ դրա իրագործման պայքար է։ Սիրելի զինակից հայեր, որն է այս իշխանության հետ մեր անհամաձայնության գլխավոր առարկան։ Դա մեր իրավունքներից հրաժարումն է։ Այս իշխանությունը չի ներկայացնում եւ չի պաշտպանում մեր իրավունքները։ Նրանք ուղղակիորեն եւ բառացիորեն հրաժարվել են պայքարել մեր իրավունքների համար։ Նրանք հրաժարվել են Արցախի նկատմամբ մեր իրավունքից։ Ավելին, ճանաչել են դրա նկատմամբ մեր թշնամի համարող տեսակի ադրբեջանական իրավունք։ Նրանք հրաժարվել են միջազգային հարթակներում պայքարել ադրբեջանական ռազմական հանցագործություններից տուժած հազարավոր հայերի իրավունքների համար։ Նրանք հրաժարվել են հետ բերելու Ադրբեջան գերեվացված հայերին։ Նրանք հրաժարվել են հետամուտ լինելու աշխարհի, իսկ վերջնարդյունքում Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության իրողության ճանաչման եւ արդարության վերականգնման մեր իրավունքին։ Նրանք պատրաստվում են հրաժարվել մեր անկախության հռչակագրից եւ մեր ազգային սիմվոլները ունենալու իրավունքից։ Եվ այս ամենը մեծ թշնամի համարողների, այսինքն ադրբեջանա-թուրքական պահանջով։ Սա է պատճառը, որ մենք հավատում ենք, որ Հայաստանի իշխանությունները դավաճանել են հայ ժողովրդին։ Եվ սա է պատճառը, որ մենք դուրս ենք եկել հրապարակներ անհամաձայնության եւ անհնազանդության խաղաղ գործողությունների։ Փաշինյանի իշխանությունը մեր անունից միջազգային հարթակներում ոչ միայն հրաժարվել է թվարկած մեր իրավունքներից, այլ նաև պարտադրում է մեզ ծնկի գալ, պարտադրում է մեզ ապրել ստորացած, պարտադրում է մեզ ապրել առանց երազ, պարտադրում է մեզ ապրել առանց նպատակ, պարտադրում է մեզ ապրել առանց մեր իրավունքների համար պայքարի, ինչը գերեզմանային խաղաղությունն է։ Սա է Փաշինյանի կողմից մեզ պարտադրվող խաղաղությունը, գերեզմանային խաղաղություն։ Այս պարտադրանքի մեջ հաջողելու համար Փաշինյանը կառուցել է ավտորիտար համակարգ, որտեղ անխնա օգտագործվում է իրավապահ համակարգը, դատավորների անկախությունը հարցականի տակ է դրվել, իսկ շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ դատական համակարգը գործում է Փաշինյանի պարտադրանքի եւ թելադրանքի ներքո։ Քննչական եւ դատախազական մարմինները լծվել են Փաշինյանի հետ անհամաձայն մարդկանց վրա քրեական գործեր կարելում, հայտնի COINTELPRO տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այսօր մենք հավաքվել ենք այստեղ խոսելու այս անարդարությունների մասին։
եկել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու, եկել ենք անարդարությունների և բռնաճնշումների հանդեպ մեր անհանդոր ժողովականությունը արտահայտելու, մեր իրավունքներից չհրաժարվող և դրանց համար պայքարող սիրելի հայեր, մենք, դուք և ես իշխանության գալու կռիվ չենք անում, մենք, դուք և ես մեզանից յուրաքանչյուրը պայքարում է մեր տեսակի հայերի իրավունքների համար, իսկ այս ճանապարհի գլխավոր խոչընդոտը մեր իսկ պետության մեջ դարձել է Փաշինյանի իշխանությունը, նա խաբել է հայ ժողովրդին, նա շարունակում է խաբել հայ ժողովրդին, խաբելով մեզ ինքն իրեն դարձրել է գործիք մեր տարածաշրջանի ազդեցություն, տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող պետությունների ձեռքում։ Նրան խոստացել են օգնել ու պահել իր իշխանությունը հայ ժողովրդի իրավունքներից հրաժարման գնով։ Սա է գլխավոր պատճառը, որ Փաշինյանը հետապնդում է բոլոր մտածող և անհաշտ հայերին, հետապնդում է բոլորին, ովքեր համաձայն չեն հրաժարվելու մեր հայերիս իրավունքներից։ Ինչպես արդեն ասացի, նրանք խոստացել են օգնելու պահելու իր իշխանությունը մեր իրավունքներից հրաժարման դիմաց։ Սա կնշանակի մեր պայքարը հեշտ չի լինելու։ Սա կնշանակի, որ մեր իրավունքների պայքարը դժվարին շրջան է մտել և հետևաբար բոլորիս համախմբումը մեր իրավունքներին տեր լինելու օրակարգի շուրջ այլընտրանք չունի։ Եթե ուզում ենք հաղթել հակառակորդին կամ թշնամուն, ապա նախ պետք է հաղթենք ինքներս մեզ։ Պետք է հաղթենք և հաղթահարենք ծուլությունը, պետք է հաղթենք փառասիրությանը, պետք է հրաժարվենք անձնակարգ շահերից և գործենք բացառապես մեր ընդհանուր կնշանակի ազգային շահերի համար։ Միասնություն, մեր իրավունքների համար համատեղ պայքար, անկոտրում կանգ, համառություն և մենք ոտքի ենք կանգնելու։ Հայը դեռ իր կամքն ու ոգին աշխարհին ցույց է դնելու, չխեղճանալ, չհանձնվել, չնազանդվել, սովորել, էլի սովորել, անդադար սովորել և պայքարել։ Սա է ճանապարհը։ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Մենք չենք թողնելու, որ հայի բաժին արդարությունը